հողամաս հետ վերցնելու եւ անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու մասին զեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդասյան, պարոն Խուդասյան, խնդրեմ։ Շնորհակալություն, հարգելի պարոն փոխվարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում հողամաս հետ վերցնելու եւ անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը խոսքը վերաբերում է Վայոց ձորի Եղեգնաձոր համայնքի Շահումյան 12 փողոցում գտնվող 7519 քառակուսի մետր մակերեսով հողամասից 625 ուրեմն քառակուսի մետր հողամաս հետ վերցնելու հողամասը էսպային օգտագործում է Եղեգնաձորի վարժարան պոակը եւ տալու Սիմոնյան կրթական հիմնադրամին Թումո տուփի մեծ ծրագրի իրականացման համար շարժական Թումո կենտրոններ կառուցելու համար 5 տարի ժամկետով։ Պիտի ասեմ, որ տուփը կազմված է լինելու շարժական կառույցներից, որոնց տեղադրման համար շինարարական թույլտվություն չի պահանջվում, հավելել եմ նաեւ, որ ըստ անհրաժեշտության կառույցները ցանկացած պահի կարող են ապամոնտաժվել եւ տեղափոխվել։ Խնդրում եմ հաստատել։ Շնորհակալություն, պարոն Խուդասյան, ինչպիսի դիտարկումներ նկատառումներ կան նախագծի առնչությամբ, Տիկին Անդրեասյան, խնդրեմ։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան, պետք է առիթից օգտվելով մի փոքր վիճակագրություն ներկայացնեմ, որովհետև մենք արդեն տևական ժամանակ է, ինչ կառավարության տարբեր որոշումներով համապատասխան տարածքներ ենք հատկացնում Թումոյի գործունեության ընդլայնման համար եւ այս պահին ունենք իրավիճակ, որ մեր երկրում գործում են 6 խոշոր կենտրոններ եւ դրանցից 35 տուփեր, որտեղ շաբաթական հաճախում են ավելի քան 21000 երեխաներ եւ սա թույլ է տվել, որպեսզի մենք ուրեմն ոչ ֆորմալ կրթական ծրագրերը դարձնենք հասանելի մեր երկրի ամենատարբեր բնակավայրերում, մասնավորապես Տավուշի մարզում գործում է Դիլիջանի կենտրոնը կից 11 տուփերով եւ այստեղ 2200 երեխաներ են ամեն շաբաթ հաճախում այս կենտրոններ, Շիրակի մարզում ունենք Գյումրու կենտրոնը, դրանից 10 տուփերով ամեն շաբաթ այցելությունները շուրջ 3300 երեխաների կողմից են, Սյունիքի մարզում այս տարի բացվեց Կապանի կենտրոնը եւ կից 3 տուփերը ամեն շաբաթ ընդունում են 1200 երեխաների Երրորդ տուփը բառացիորեն բացվել է Գորիսում մի քանի օր առաջ, Տավուշի մարզում գործում է Կողբի կենտրոնը, կից 4 տուփերով ամեն շաբաթ հաճախում են շուրջ 1000 ուսանողներ, Վայոց ձորում արդեն իսկ ունեինք Եղեգնաձորում ժամանակավոր կենտրոն եւ այս ուրեմն նոր ստեղծված հնարավորությունը կգա ընդլայնելու երեխաներին ընդունելու հնարավորությունները եւ ավելի մեծ թվով երեխաներ կկարողանան հաճախել, կից գործում են նաեւ 3 տուփեր Վայոց ձորի տարբեր բնակավայրերում ամեն շաբաթ շուրջ 800 երեխաներ ընդգրկելով եւ իհարկե ամենաառաջին կենտրոնը, որը բացվել է 2011-ին Երևանում, Թումո Երևանը 4 կից տուփերով ամեն շաբաթ ընդունում է ավելի քան 12200 ուսանողներ։ Եվ կարծում եմ, որ սա շատ լավ հնարավորություն է, գիտեք, Թումոն ընդլայնվում է նաև աշխարհի տարբեր երկրներում, հունիսի 1-ին Ճապոնիայում բացվեց բառացիորեն մի քանի օր առաջ Ուրուգվայում Թումոյի բացման հիմնարկեքներ կամ այդ մեկնարկի արարողությունը եւ սա վկայում է այն մասին, որ մենք ունենք կրթական պրոդուկտ, որը նաեւ արտահանվում է, եթե այսպես շատ տնտեսական տերմիններով խոսենք, եւ սա ցույց է տալիս, որ այս մոդելը մրցունակ է աշխարհում, բայց սա ամբողջ իրավիճակը չի, ես կուզեմ նաեւ ընդգծել, որ մենք ունենք նաեւ քոավ կենտրոնները մեր երկրում, որտեղ շուրջ 5000 երեխաներ են հաճախում 54 բնակավայրերից, բացի դրանից գիտեք, որ պետությունը ֆինանսավորում է ուրեմն տեխնոլոգիական ոլորտի հետ համատեղ արմատ խմբակների գործունեությունը, որոնք նույնպես ոչ ֆորմալ կրթություն են, այս պահին 1044 խմբակներ ունենք, շուրջ 16000 հաճախող երեխաներով եւ սա ցույց է տալիս, որ ոչ ֆորմալ կրթության հնարավորությունները մեր կրթական համակարգում էապես ընդլայնվել են եւ սա նաեւ կրթության որակի բարձրացման ու դպրոցին աջակցության շատ կարեւոր ուղղություն է։ Շնորհակալություն, Տիկին Անդրեասյան, այլ հարցեր, դիտարկումներ, պարոն Խուդասյան։ Պարոն փոխվարչապետ, հավելեմ, որ այն բոլոր տեղերում, որտեղ ընտրություն ունենք համայնքային տարածքների օգտագործման Թումո կենտրոններ բացելու, հիմնականում գնում ենք այդ ճանապարհով։ Շնորհակալություն, այլ դիտարկումներ։
Չկան, ովքեր են դեմ նախագիծը հաստատելուն։ Դեմ չկա, նախագիծը հաստատված է։